Աշխատանքային այցով Սյունիքում են էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներն ու ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Մարզի ղեկավարի հետ հանդիպումից հետո պաշտոնյաները այցելեցին հանրապետության խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկություն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ գործադիրի և օրենսդրի սյունեցի ներկայացուցիչները ուղևորվեցին դեպի բաց հանք։ Նրանք տեղում ծանոթացան արտադրական շղթային, հետևեցին հանքարդյունաբերության մեջ առաջատար հսկա տեխնիկայի տեղաշարժին։ Էկոնոմիկայի և տարածքայինի նախարարներին հետաքրքրում էին հատկապես պղնձի և մոլիբդենի կորզման գործընթացը, կոմբինատի կայուն զարգացմանն ուղղված ծրագրերը և իրականացվող բարեփոխումները։ Հաջորդ կանգառը հարստացուցիչ ֆաբրիկայում էր։ Գնդաղացի տեղամասում նախարարները ծանոթացան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրողականության բարձրացմանն ուղղված քայլերին։ Անհերքելի փաստ է, ձեռնարկության վճարած հարկերի շնորհիվ է երկրի տնտեսությունը աճ ապահովում։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով շատ կարևոր է արտադրական ծավալների ընդլայնումը թե պետության և թե աշխատատեղերի ապահովման առումով։ Այս տարի ոչ միայն մեծ քանակությամբ հարկեր են պետական բյուջե եկել գործարանից, այլ նաև կազմակերպությունը շահաբաժին է բաշխել և մոտ $100 միլիոն պետական բյուջե շահաբաժին է եկել, այսինքն սա այն կարկառուն արդյունքներից է, երբ որ քաղաքականության արդյունքում ժողովուրդը ընդերքից ունենում է շատ կոնկրետ ու շատ հստակ ու տեսանելի մասնաբաժին, իդեմս պետության, իդեմս կառավարության։ Այժմ կոմբինատի ղեկավարության հետ քննարկվում են պղնձաձուլարանի կառուցման ու արտադրական նոր հնարավորությունները, նշեց նախարարը։ Մենք պատրաստ ենք մեր ողջ գործիքակազմով աջակցել, որպեսզի ի վերջո պղնձաձուլարանը այստեղ կառուցվի, ի վերջո ավելի երկար արտադրական շղթա ունենանք, ավելի շատ փող Հայաստանում գեներացվի։ Գևորգ Պապոյանն անդրադարձավ նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների փետրվարյան 10-օրյա բողոքի ակցիաներին և տնտեսական ցուցանիշների վրա ունեցած ազդեցությանը։ Փետրվար ամսին ցավոք սրտի մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը շատ բարձր չէր, որը 1.5%-ի շրջանակում էր, որը հիմնականում պայմանավորված էր մեր հանքարդյունաբերության մեջ ունեցած շատ մեծ ու էական անկմամբ։ Ինչու՞, որովհետև մեր արդյունաբերական հսկան ուղիղ կես ամիս չէր աշխատել։ Եվ դա բերեց նրան, որ մենք ունեցանք արդյունաբերության մեջ կտրուկ մեծ անկում և մեր մյուս ոլորտների աճերը, որոնք 10-ին, 12% էին, հազիվ կարողացան, այսպես ասած, 1.5% աճի բերել։ Հանքարդյունաբերությունը հնարավորություն է և կարևոր տնտեսության համար։ Էկոնոմիկայի նախարարը խոսեց նաև ամուլսարի շահագործումից։ Ամուլսարի հետ կապված նշեմ, որ ամեն ինչ գնում է նրան, որ մենք շատ շուտով կսկսենք արդեն շինարարությունը և նոյեմբեր ամսից արդեն կսկսենք հանքարդյունահանումը, այսինքն կունենանք ևս մեկ այսպիսի խոշոր արդյունաբերական հսկա, իհարկե այնտեղ ավելի մի փոքր են ծավալները կան այստեղ, բայց դա նույնպես շատ կարևոր տնտեսական դրայվ կլինի մեր երկրի համար, շարժիչ կլինի մեր երկրի համար, իսկ ինչքանով են կախված կամ ոչ կախված, հանքարդյունաբերությունը շատ կարևոր ճյուղ է, բայց միևնույն ժամանակ մենք պետք է ոլորտի հետ վարվենք այնպես, որ այն նաև հետագա սերունդների համար բարիք ստեղծի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը նշանակումից հետո առաջին անգամ էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Այցը կարևոր է, քանի որ պետությունը նաև այստեղ մասնաբաժին ունի, նշեց նա։ Իսկ ինչ վերաբերում է ընդերք օգտագործմանը, նախարարի խոսքով պատկերը գոհացուցիչ է։ Գործընկերները ներկայացրեցին և անվտանգության ամբողջ համակարգը և նաև իր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա մեղմելու մեխանիզմները, այնպես որ կարծում եմ այդ առումով այստեղ խնդիրներ առանձնապես չկան։ Այցի հաջորդ օրը մարզի ղեկավարի աշխատասենյակում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը հանդիպում քննարկում անցկացրեց մարզի համայնքների ղեկավարների հետ։